Ինչ է իրականում կատարվում եկեղեցու դեմ եւ որն է իշխանության նպատակը, այս պահին զրուցելու եմ աստվածաբան Թովմաս Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Թովմաս, վերջին շրջանում եկեղեցու դեմ տարվող արշավի շրջանակում գործողություններն այնքան կանխատեսելի են դարձել, որ այսօրվա ձերբակալությունները նույնիսկ չզարմացրեցին մարդկանց։ Փաստորեն ձերբակալվեց երրորդ սրբազանը։ Ընդհանուր առմամբ ես կառաջարկեմ, որ այլևս խոսենք ոչ թե առանձին դիպվածների շուրջ, այլ նայենք այս անգամ այս շարժման կամ այս հարձակման մի փոքր գաղափարական աստվածաբանական կողմի մասին, որովհետև արդեն հստակ նշмарվում է, որ տարվում է բավականին մշակված գաղափարական գիծ, որը շատ կարճ ձևակերպմամբ կարելի է բացատրել այսպես. հայ առաքելական եկեղեցու կամ Հայաստանի այսպես հավատքի բողոքականացում։ Այսինքն, եթե մշտապես մենք ունեցել ենք ավանդական եկեղեցի, ազգային եկեղեցի, որը երբևէ չի դավաճանել իր քրիստոսահիմն դավանությանը, որը ստացել է ավետարանը, ստացել է Բարի Լուրն ու քրիստոնեական վարդապետությունը Թադեոսից ու Բարդուղիմեոսից, Քրիստոսի առաքյալներից, Սուրբ Գիրքը ժառանգել է այնպիսին, ինչպիսին այն հնչել է Քրիստոսի շուրթերից, ճշմարիտ, անբիծ դավանությամբ եւ պատմության որևէ փուլում այն չի փոխել, դուք տեսեք, թե ինչքան հարձակումներ են եղել հենց այդ առումով։ Նախ Հայաստանում մշտապես եղել են հերետիկոսություններ ամենատարբեր նախ եւ առաջ խմբակների կողմից հրահրվող։ Հետո դուք գիտեք, որ հսկայական կայսրություններ հարձակվել են հայ առաքելական եկեղեցու վրա, որպեսզի դավանափոխ անեն։ Սկզբում փորձելով դարձնել մեզ քաղկեդոնական ու չեն հաջողել։ Քաղկեդոնականություն ընդունելու պարտադրանք մեր վրա դրվել է հռոմեական կայսրության, Բյուզանդիայի կողմից, բյուզանդական կայսրության կայսրը ամենատարբեր քաղկեդոնական կայսրեր, տերություններ, մեր բոլոր հայրապետներին, եպիսկոպոսներին, հոգևորականներին անասելի ճնշումների են ենթարկել ու հայ առաքելական եկեղեցին ցույց է տվել, թե ինչպես կարելի է ունենալով փոքրատիվ եկեղեցականներ, լինելով փոքրիկ այսպես եկեղեցի մի տիտանական կայսրության դեմ մնացել է անկախ։ Ցավոք սրտի մեր պետությունը այդ դասը չի սովորել ու շատ հաճախ կորցրել է անկախություն ամենատարբեր պատճառներով, բայց այ եկեղեցին իր վարդապետությանը մնացել է հավատարիմ։ Հետո գիտեք, որ եղել են ունիթորական շարժումները, երբ արդեն կաթոլիկ եկեղեցին փորձում էր հայերին այսպես միացնել, միավորել ու դարձնել կաթոլիկ եկեղեցու մի մաս։ Բայց եկեղեցին դա էլ կարողացել է հաղթահարել ու դարերի ընթացքում ոչ քաղկեդոնական է դարձել, ոչ կաթոլիկ է դարձել, ոչ կորցրել է իր ինքնությունը եւ պահպանել է անբիծ վարդապետություն։ Տեսեք հիմա շատ հաճախ, երբ խոսում ենք եկեղեցու մասին, այս նեոբոլշևիկները, այս հեթանոսները, այս մարդիկ, որոնք տարրական գիտելիքներ չունեն եկեղեցու մասին, եկեք մի անգամից սկսում են խոսել ինչ-որ տնտեսական հարցերի շուրջ, քննել հոգևորականների անհատական վարք ու բարքը։ Պարզ է, որ բոլոր դարերում բոլոր հոգևորականներն ունեցել են մեղքեր, դա բացահայտում չէ, բոլորը ունեցել են մեղքեր, բոլորը ունեցել են ապաշխարություն, բոլորը ունեցել են գայթակղություն, բոլորը սայթակել են։ Եվ այդ բոլորի մեջ ամենամեղավորը ես եմ, այս նաև ապագայի համար եմ ասում։ Այո, բոլորի մեջ ամենամեղավորը ես եմ, այդ գիտակցությամբ մշտապես ապրում են մեր բոլոր հոգևորականները։ Այնուամենայնիվ, եկեղեցու արժանիքը կամ անարժանությունը նրա մեջ չի, թե ինչքանով է այս կամ այն հոգևորականը անմեղսունակ կամ այսպես միանշանակ սուրբ։ Եկեղեցու արժանիքը նրանում է, թե ինչքանով է նա հավատարիմ Քրիստոսի վարդապետությանը, որովհետև դու այդ վարդապետությամբ ես փրկվում։ Հոտը չի գնում դժոխք, որովհետև իր հոգևորականը մեղք է գործել։ Իր հոգևորականը մեղք է գործել, իր հոգևորականը ապաշխարում է։ Իր հոգևորականը չի ապաշխարում, իր դատավորը Քրիստոս է։ Շատ կարևոր տարրական բան է, որ պետք է հասկանալ։ Բայց եթե եկեղեցին չի պահպանում իր ուղղադավան վարդապետությունը, մանավանդ 7 խորհուրդների այս շատ ամբիծ կարևոր բարձունքի վրա պահելու հանգամանքը, այստեղ արդեն եկեղեցին երբ նույնիսկ դադարում է գոյություն ունենալ, եթե չկա 7 խորհուրդ, չկա եկեղեցի։ 7 խորհուրդներից մեկը ձեռնադրությունն է։ Այսօր հարձակման տակ է հայ առաքելական եկեղեցու վավերական, գերվավերական,
Քրիստոսից ստացած ձեռնադրությունը, որ Քրիստոսից անցել է Թադեոս առաքյալին, Բարդուղիմեոս առաքյալին, առաքյալները այստեղ ձեռնադրել են եպիսկոպոսների, որից մեկը Դադին էր, թաղված Դադի վանքում, մյուսը Եվստաթեոսը, որ նահատակվել է Տաթևի վանքում եւ Տաթևի վանքն էլ Եվստաթեոս առաքյալի անունն է կրում, Թադեոսի աշակերտի, հա։ Եվ այդպես մեկը մյուսին փոխանցելով ձեռնադրությունը հասել է այսօրվա հայրապետին։ Ուրեմն, գիտեք, մեղք չէ, երբ դու չունես գիտելիքներ, բայց մեղք է, երբ դու այդ տգիտության մեջ սարսափելի համառ ես, իսկ համառությունը որպես կանոն տգիտության քույրն է։ Եվ այսօր ամենայն հայոց հայրապետի դեմ հարձակումը հայ առաքելական եկեղեցու բողոքականացման մի այսպես փորձ է։ Բողոքականացման, այսինքն մերժման կարևորագույն խորհուրդների։ Տեսեք, երբեք չի խոսվում պատարագին մասնակցելու կարևորության մասին։ Արդյոք քրիստոնյան, որը չի մասնակցում պատարագին, քրիստոնյա է։ Սուրբ Գիրքն ասում է ոչ։ Հովանու ավետարանում Քրիստոս շատ հստակ մի խոսք ունի, որը վերաբերում է բոլորիս փրկությանը։ Քրիստոս ասում է, եթե դուք չուտեք իմ մարմինը եւ չխմեք իմ արյունը, դուք իմ մեջ չեք եւ ես ձեր մեջ չեմ։ Ու այս մարդկանց ընկալման մեջ չկա պատարագը։ Այսօր քահանաները, որոնք բերման են ենթարկվել տարբեր կարգավիճակներով, դեռ պիտի հասկանանք, թե այս անգամ ինչ նոր մի բան են հնարել, հորինել։ Այդ մարդիկ քանի անգամ են պատարագի մասնակցել քննողները քահանաներին։ Եկեղեցու դեմ հարձակված այս Հուդայի դերը ստանձնած վարչապետը պատարագի չի մասնակցում։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Այդ բողոքական ընկալման մեջ մենք բոլորս այդպես որոշակիորեն եթե մկրտված ենք, ուրեմն փրկված ենք, մեզ հոգևորական պետք չէ, մեզ պատարագ պետք չէ, մեզ ձեռնադրություն պետք չէ, մեզ պետք է միայն գիրք, տեսեք, ասում է, ով Աստվածաշունչը կարդացել է, ինքը քրիստոնյա է, ոչ։ Աստվածաշունչը կարդացել, Աստվածաշունչը անգիր գիտի Սատանան։ Քրիստոսի այդ փորձությունների ժամանակ Սատանան մշտապես խոսում է Աստվածաշնչով, ցիտում է Աստվածաշունչ։ Ամեն անգամ, երբ մենք Աստվածաշնչում հանդիպում ենք Սատանային, Սատանան ցիտում է Աստվածաշունչ։ Ավելին, Սատանան ոչ միայն հավատում է Աստծուն, այնինքն գիտի Աստծո գոյության մասին, չէ՞։ Այսինքն փրկության նախադրյալը գիրք կարդալը չի։ Մեր շատ ու շատ տատիկներ, որոնք սովետական տարիներին պահում էին իրենց արյամբ, իրենց վերջին շնչով պահում էին հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը հայոց մեջ, որոնք պայքարում էին եկեղեցու համար, որոնք պատարագի էին մասնակցում, որոնք մենք շատ վստահաբար սրբեր ունենք, նահատակներ ունենք այդ շարքերում, բայց իրենք անտառաճանա չէին։ Միջնադարում, երբ մարդիկ այդքան վանքեր էին կառուցում, սրբակենցաղ ապրում էին, փորձում էին ամեն բան անել ապաշխարության ու իրենց մեղքերի համար սարսափելի մեծ գին էին վճարում ճգնակեցությամբ, բայց գիրք ունենալը այդպես մի գիրք կարող էր լինել ամբողջ քաղաքում, այսինքն Աստվածաշունչը կարելի էր լսել, շատ քչերն էին կարողանում կարդալ Աստվածաշունչը, ձեռագրեր շատ քիչ կային։ Թոմաս, բայց փաստորեն հիմա եկեղեցու դեմ արշավին կարելի ասել միացել է հենց եկեղեցականը, Տեր Արամի հայտարարության հիման վրա են եղել այս ձերբակալությունները, որի մասին էլ դուք բավականին կոպիտ կոշտ գրառում եք արել։ Ինչ գիտեք Տեր Արամի մասին։ Կոպտության հետ համաձայն չեմ, ես մշտապես շատ զուսպ եմ եղել Տեր Արամի նկատմամբ, որովհետև այո, ես ունեմ կարմիր գիծ եւ այդ կարմիր գծերից մեկն է ձեռնադրությունը, չէ՞, մենք խոսում ենք ձեռնադրության մասին։ Ես անձնապես չեմ կիսում այն գրառումները, որտեղ վիրավորական կտրուկ, այսինքն խոսքեր են հնչում իր քահանայական կարգավիճակի նկատմամբ։ Օրինակ ինձ համար ընդունելի չի, երբ իրեն դիմում են աշխարհի կանոնով, երբ իրեն ասում են առանց Տերի, ուղղակի այդպես անունով են դիմում, որովհետեւ այստեղ արդեն անձի խնդիրը չէ, այստեղ ձեռնադրության խնդիրն է, իր քահանայական կարգավիճակի։ Ես ինձ թույլ չեմ տալու ոչ մի ավել բան ասել, քանի դեռ նա կարգալույց չի արվել։ Կարգալույց կլինի, կխոսենք
արդեն ուղիղ դիտարկելով իրեն որպես մարդ։ Բայց այս պահին ես իրեն դիտարկում եմ ոչ միայն որպես մարդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ, ես իրեն դիտարկում եմ որպես ձեռնադրված մարդ։ Ձեռնադրությունը իդեպ ինչի մասին որ մենք խոսում ենք, չէ, երբ դատարանում որոշ անդաստիարակ քննիչներ, անդաստիարակ պաշտոնյաներ, անդաստիարակ ոստիկաններ, անդաստիարակ դատախազներ դիմում են արքեպիսկոպոսներին իրենց աշխարհի կանոններով։ Սա անթույլատրելի է անկախ հանգամանքից։ Ուրեմն եթե արքեպիսկոպոսների նկատմամբ անթույլատրելի է, որևէ ձեռնադրված քահանայի նկատմամբ անթույլատրելի է։ Եկեք չտրվենք հույզերին եւ եկեք չնմանվենք նրանց։ Մենք այլ ենք։ Մենք մնացորդացնենք, ինչպես Սուրբ Գիրքն է բնութագրում Իսրայելի շատ փոքր թվով մարդկանց, մնացորդած։ Իդեպ եկեղեցին, այդ որ ասում են ժողով, դա ուղակի ժողով չի, ամեն մի ժողով եկեղեցի չի։ Էկլեսիան էկկալեոն է, կանչվածների ժողովն է, ընտրվածների ժողովն է, մնացածների ժողովն է, մնացորդացի ժողովն է։ Ուրեմն եկեք մնանք իհարկե այդ դասիարակության մեջ, բայց անշուշտ չես կարող չընդգծել, որ այո, ձեռնադրված մարդը, որը ինձ հետ նույն սեղանատանը սնվել է, ինձ հետ հաց է կիսել, բոլոր եկեղեցականների, Գևորգյան ճեմարանում սովորած բոլոր ուսանողների հետ սեղան է նստել, տարիներ շարունակ կերել է մայրաթոռի հացը եւ այսօր ուրանում է հացը, դավաճանում է հացին։ Այստեղ ես կուզեմ չմտնել անձի դաշտ, որովհետև անձի հետ կապված Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ արտահայտվել է եւ արտահայտվում է, կա նաեւ կարգապահական հանձնախումբ, որը վստահ եմ առաջիկայում կունենա նաեւ իր հայտարարությունը։ Ես ուզում եմ դիտարկել ընդհանրապես դավաճանի հոգեբանությունը։ Դավաճանի հոգեբանությունը շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Ընդհանրապես դավաճանությունը շատ յուրահատուկ ֆենոմեն է, որը զգացմունքային առումով, վարդապետական առումով, դավանական առումով, բարոյական առումով շատ երկար կարելի է քննել։ Եվ գիտեք, Սուրբ Գիրքը տալիս է հազար ու մի բանալիներ։ Այն մարդը, ով ամեն օր Սուրբ Գիրք է կարդում, կձանձրանա լրահոս կարդալուց, որովհետև ոչ մի նոր բան լրահոսում չկա։ Այն ամենը, ինչ մենք լրահոսում կարդում ենք, խորքում նույնն է, ինչ մենք արդեն իսկ կարդացել ենք Սուրբ Գրքում։ Թողնած նաև հասարակության մի մասը կարծում է, թե եկեղեցու ներսում վևեռացում կա, հաշվի առնելով թե Տեր Արամի հայտարարությունները եւ նաև նրան սատարող որոշ հոգեվորականների կա արդյոք նման բան։ Եկեղեցում կա ազատություն։ Ակնհայտորեն եկեղեցում կա այդ ազատությունը եւ գիտեք, խոսվում է հիմա նրա մասին, որ ինչ որ մեկին ստիպողաբար տարել են ցույցերի։ Ես ինքս 2019 թվականին, հետո նաև 2021-ից մինչև 24 թվականի ավարտ ծառայել եմ Տավուշի թեմում։ Իմ առաջնորդը եղել է Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Սրբազան հոր հովության տակ ես ծառայել եմ, բայց նա նաև եղել է ինձ համար հոգևոր հայր եւ ուսուցիչ։ Նույնիսկ այդ պարագայում ես որևէ վարքյան չեմ զգացել պարտավորություն, նույնիսկ, չգիտեմ, այսպես բարոյական պարտավորություն լինելու այն ցույցին, որի հետ ես ամբողջապես ու բոլորանվեր համակարծիք չեմ։ Ես մասնակցել եմ այն ցույցերին, որոնց գաղափարները ես կիսել եմ, կիսում եմ եւ չտա Աստված, որ մի օր խոտորվեմ այդ գաղափարներից ու սխալ ուղղությամբ գնամ։ Հետևաբար նույնիսկ ես, որ ոչ թե պարզապես աշխատանքի եմ եղել ու իմ վերադասը բանը ասելու, ես պարտավորված եմ եղել դա անելու կամ չանելու, ու նաև ես երբեք չեմ եղել այն վախկոտ կացության մեջ, որ ինձ մեկը ստիպեր գնալ ցույցի, ես էլ հելնեի գնայի։ Ինձ համար դա նվաստացուցիչ է։ Եթե մարդը որոշել է նվաստանալ, ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ որ ցուցում ա եղել իրեն հատուկ նվաստանալու։ Եթե մարդը որոշել է շողոքորթել, չեմ կարծում, որ իրեն դա ստիպել են։ Իսկ շողոքորթության ընդամենը մի դիպվածի մասին եմ ես այսօր գրել։ Որևէ հոգևորական ազատ է։
Այն, որ նա այսօր ազատ խոսում է, այն, որ շատ հոգևորականներ այո կարծիքներ են արտահայտում, տարբեր կարծիքներ, նույն Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի կարծիքներն էլ նույնը չէին, եթե հիշում եք, շատ կտրուկ տարաձայնություններ կային, բայց երկուսն էլ շատ մտերիմ հոգևորականներ էին, որովհետեւ կարող էին համաձայն չլինել, բայց չկորցնել շատ կարեւոր դաս տալ ամբողջ հանրությանը, որ տեսեք մենք ինչպես ենք երկխոսում, տեսեք մենք ինչպես ենք քննարկում, տեսեք թե ինչպես ենք մենք փնտրում ճշմարտությունը, ու դա երբեք եկեղեցում արգելված չի եղել։ Հետևաբար Տավուշի թեմում իմ հետ ապրող, իմ հետ ծառայող, թե եկեղեցականներ են եղել, թե աշխարհիկ մեր աշխատակազմի անդամներ են եղել, որոնք ակտիվ մասնակցություն չեն ունեցել Սրբազան պայքարին։ Ձեր ասած ազատությունը եկեղեցու ներսում չի սպառնում թույլատնալ նույն եկեղեցու հիմքերը հաշվի առնելով, որ նմանատիպ խոսույթը նաև ազդում է հասարակության կարծիքի վրա։ Նույնիսկ եթե թույլատնում է, նախ չի թույլատնում, բայց նույնիսկ եթե թույլատնում է, դա հիմք չէ այդ ազատությունը չունենալու, դա հիմք չէ բռնաճնշումներ անելու, դա հիմք չէ անելու հանցագործություն եւ մարդկանց ուղղորդելու դեպի ցույց, ինչը չի եղել։ Ասում եմ իմ օրինակով եւ Տավուշի թեմի օրինակով, թող ուսումնասիրեն, թե Տավուշի թեմի քանի աշխատակից չի մասնակցել Սրբազան պայքարին։ Եվ չմասնակցելով Սրբազան պայքարին չի թշնամացել Բագրատ Սրբազանի հետ։ Չի դարձել Բագրատ Սրբազանի կողմից այսպես դավաճան ընկալվող։ Ավելին ասեմ, կան Տավուշի թեմում աշխատակիցներ, որոնք թեև ցույցերին չեն մասնակցել, բայց հիմա Սրբազանի դատին ներկա են։ Մարդկային, այո, գաղափարական դաշտում ունեցել են ինչ-ինչ այլ պատկերացումներ, այդպես չեն տեսել լուծումը, այլ կարծիքներ են ունեցել, ազատ են եղել այդ կարծիքի մեջ, իրենց ոչ մեկ երբևէ չի ասել կգաս ցույցի։ Եթե Տավուշի թեմում դա չի ասվել, երբ որ հենց այդ թեմի առաջնորդն էր հրապարակում, երբ որ խորքում տրամաբանական է, որ ամբողջ թեմը պիտի գար, հենց պիտի գար, բայց ազատ է եղել չգալու։ Եվ երբևէ Սրբազանը չի ուղղորդել որևէ մեկի որևէ բան անել։ Ես վստահ եմ, որ նույնը Արագածոտնի թեմի, նույնը Գուգարած թեմի, նույնը Շիրակի թեմի, նույնը Սյունյաց թեմի պարագայում է եւ մյուս բոլոր թեմերի։ Այնպես որ կեղծիքն էլ պիտի տրամաբանված լինի։ Ես ուզում եմ մի փոքր Հուդային անդրադառնալ, որովհետեւ Հուդայի կերպարը մենք մինչև վերջ չենք հասկանում։ Մենք չենք կարողանում հասկանալ, որ Հուդայի հիմնական մտածումը շահադիտական նպատակներով 12-ի մեջ անդամագրվելն էր ի սկզբանե։ Լինելով ըստ որոշ եկեղեցական հեղինակների զելոտ նախանձահույզների շարքից, նախանձահույզները հրեական մի խումբ էին, որոնք չէին ճանաչում որևէ իշխանություն բացի Սուրբ Գրքից, բացի Աստծուց, եւ այսպես նախանձախնդիր էին պաշտպանելու մովսիսական հավատքը, նախանձախնդիրներից էր Սիմոնը կանանացին, առաքյալներից մեկը, եւ Մատթեոսը միշտ Սիմոնին ներկայացնում է Հուդայի հետ։ Սիմոն կանանացին, նախանձահույսը եւ Հուդան, որը մատնեց Հիսուսին։ Իրենք որոշ այսպես եկեղեցական հեղինակներ նաեւ Հուդային են դնում այդ զելոտներից մեջ եւ ամենայն հավանականությամբ, ինչպես մենք տեսնում ենք մի հատվածից, երբ Հուդան բորբոքվում է տեսնելով, թե ինչպես են Քրիստոսի ոտքերը թանկարժեք յուղով լվանում եւ ասում է ինչու մենք չենք վաճառում այդ յուղը եւ տան կաղքատներին, տեսեք միշտ դավաճանությունը սքողվում է ֆինանսական արդարության շղաշով։ Այսինքն Հուդան ի սկզբանե խոսում էր ինչի մասին։ Ախր ինչի մենք այդ յուղը չենք տալիս աղքատներին։ Ինչու ենք մենք Քրիստոսի վրա ավելյալ ռեսուրս վատնում, հա, այսինքն Քրիստոս արդյոք արժանի է, որ մենք իր վրա վատնենք այդ յուղը։ Եվ այստեղ Հովհաննես Սառաքյալը շատ հստակ մի նշում ունի, Մատթեոսում էլ կա դա, որ Հուդան այդպես էր ասում ոչ թե որովհետև աղքատների մասին էր մտածում, այլ որովհետև գանձանակը նորինողն էր եւ գող էր եւ ավազակ էր։ Եվ իր գողությունն ու ավազակությունն էր թաքցնում սոցիալական արդարության աղքատներին գումար տալու թալանը ինչ որ ձև կանխելու այս քողի տակ։ Ընդհանրապես բոլոր ժամանակներում հուդաները միշտ խոսել են աղքատներին պաշտպանելու մասին, որովհետև դա իրենց հուդայությունը սքողելու եւ պոպուլիստական արտահայտությամբ ինչ որ մասաների կողմից սիրվելու ամենահարմար, այսպես մի լծակն է։ Եվ Հուդան ի սկզբանե գալով 12-ի մեջ այն մտքով, որ դե Մեսիան է, թագավորն է,
պիտի հեղափոխություն անի, պիտի իշխանության գա եւ ես էլ որպես 12-ից մեկը պիտի պաշտոն ստանամ։ Ես այսպես մեկ-մեկ ասում եմ նույնիսկ հաշվի առնելով որ գանձանակիներ տիրություն անում, առևտուրներ անում, ֆինանսական հարցերներ փորձում իր ձեռքում պահել, որովհետեւ նաեւ կրթական մակարդակում ինչ ավելի բարձր էր, քան մյուս սարաքյալները, իրեն ավելի գոռոզ էր պահում, որովհետեւ Հուդան ավելի, ասում են հայրերը, ավելի լավ կրթություն ստացած մեկն էր եւ դրա համար էր իրեն վստահվել այդ ֆինանսական հարցերը։ Պատկերացրեք ֆինանսների նախարարի պորտֆելի հետևից վազող, այսպես մի հատ շահի հետևից գնացող մարդ։ Ու հանկարծ նա իմանում էր Քրիստոս պիտի նահատակվի։ Քրիստոս պիտի նահատակվի, հա։ Քրիստոսի նահատակությունը արդեն Հուդան ընկալում է որպես իր նկատմամբ դավաճանություն։ Ախր ես 3 տարի թողել եմ իմ տունը, թողել եմ իմ աշխատանքը, թողել եմ իմ կարիերան, որ արդեն կարող էի փարիսեցիների հետ բավականին լավ ուրեմն հարաբերություններ ստեղծել ու լավ գումար վաստակել։ Ես այդ ամեն ինչը թողել եմ, եկել եմ քեզ հետևից, որովհետև դու ասում ես, ես մեսիան եմ։ Ես թագավորն եմ, երկնքի արքայությունից ես խոսում, մեզ ինչ որ հույսեր ես տալիս, ես ենթադրում եմ, որ պաշտոն եմ ստանալու, հիմա ասում ես, ես պիտի գնամ Երուսաղեմ ու ինձ պիտի սպանեն, խոսում ես քո մահվան մասին, խոսում ես քո թաղման մասին, խոսում ես քո չարչարանքների մասին։ Դու դավաճանում ես իմ ամբիցիաները։ Եվ ահա Հուդայի արժե համակարգի մեջ, նյութապաշտ, որտեղ հաց, այնտեղ հայրենիք, այդ աշխարհայացքի մեջ Քրիստոս դառնում է անընդունելի կերպար։ Քրիստոսի բարությունը դառնում է անընդունելի։ Եվ Հուդան կարծես վրեժխնդիր է լինում Քրիստոսից, այդքան մատնության հարց չէ, ինչքան ուղակի վրեժխնդրության։ Ու ամենակարևորը, վաճառում է նրան ամենաստորացուցիչ 30 արծաթով։ 30 արծաթը պատահական թիվ չէ Աստվածաշնչում։ Ու ընդհանրապես հրեական միջավայրում 30 արծաթը կա նաև մարգարեությունների մեջ, Զաքարիայի մարգարեությունում հանդիպում է եւ դա մարգարեաբար էր այդպես, որ հենց 30 արծաթով պիտի մատնի Հուդան։ 30 արծաթը այսպես ֆիքսված մի գին էր, երկու դեպքում օգտագործվող։ Մեկը ստրուկ գնելիս էր օգտագործում 30 արծաթ, երկրորդը անբարոյական գնելիս։ Մարմնավաճառի արժեքն էր 30 արծաթ եւ ստրուկի։ Հուդան հենց այս արժեքով է վաճառվում։ Եվ Հուդան այս արժեքով է ուրանում։ Եվ այդ ուրացության մեջ ընդհանրապես պետք է քննել, շատ քննել ավետարանը, շատ քննել ու շատ բաներ կբացահայտվեն այնտեղ։ Եվ հենց այսօրվա մասին շատ բաներ կբացահայտվեն։ Թոմաս, հաշվի առնելով, որ ձեր նշած Հուդաները այսօր էլ կան, եւ հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում Փաշինյանի հայտարարությունները հոգեվոր մեծ հավաքի մասին, որը նախատեսում է առաջիկայում Էջմիածնի հրապարակում, կարող ենք ենթադրել, որ նաեւ այս ձերբակալությունները նպատակ ունեն նոսրացնել հոգեվորականների շարքերը եւ ինչ սցենար է հնարավոր կանխատեսել այդ հավաքի ընթացքում։ Գիտեք, ելի եմ ասում, տգետ են ու այդ տգիտության արդյունքում շատ սխալներ են գործում, այդ սխալները լավ է նույնիսկ որ անում են։ Մի բան չեն հասկանում, որ նահատակությունների ժամանակ մի քրիստոնյային սպանում էին, 1000-ը դառնում էր քրիստոնյա։ 1000-ին էին սպանում եւ քրիստոնյա էր դառնում ամբողջ քաղաքը։ Եվ նահատակների արյունը, ասում էր Տեր Տուղյանոսը, մեր հավատքի սերմն է եղել։ Այսօր ինչ են անում իրենք, ամբողջ ժողովրդի ուշադրությունը կենտրոնացում են եկեղեցականների խոսքի վրա։ Մեր ժողովուրդը երբեք այդքան հոգևորականին չէր լսել, երբեք այդքան հոգևորականներին չէր ճանաչել, անկախ Հայաստանի օրոք, այսպես առաջի շրջանն է, որ արդեն, տեսեք, օրինակ դուք լրագրողներ եք, առաջին անգամ է այս մեր պատմության մեջ, որ զանգում եք նորմալ հոգևորականին դիմելու ձև գիտեք արդեն, այնքան եք շփվել գործի բերումով։ Արդեն ճանաչում եք, ինքը եպիսկոպոս է, ինքը վարդապետ է, Տեր հայր է, սարկավագ է, արդեն սկսել եք տարբերել, ստացել եք եկեղեցական կրթություն այս ամենի մեջ։ Այսքան թեմերի առաջնորդներ մեր ժողովրդի երբ էր ճանաչել ամեն մեկ հոգևորականին, ամեն մի թեմի հոգևորականին լսել, հարցազրույցներ դիտել։ Հիմա կապ չունի, որ մեր հարցազրույցը նայում են, որպեսզի իր մեջ մի բան ասենք, դրա վրա գործ կարեն ու ասեն ինչ ենք անում, գործ ենք անում, հորս արև ու տենց ինչ որ երգեն պարեն։ Լավ, գործ կարելու համար են, չէ՞ նայում։ Նույն իոնիսյանները, որ հիմա վստահաբար իմ խոսքներն են լսում, բայց օրինակ այդ նույն իոնիսյանները միջին վիճակակ, այդ իոնիսյաններն էլ իրենք կերպարներ են, չէ՞, հատուկ, այսպես որ իոնիսյաններ, այդ
փոքրատարով ու որպես բնորոշում։ Այդ բոլոր իոնիսյանները, բոլոր հուդաները, բոլոր մարդիկ այնուամենայնիվ մեր խոսքը լսում են սկզբից մինչև վերջ, լսում են հոգևորականի խոսքը։ Դա շատ կարևոր է այսօր։ Եվ մենք տեսնում ենք ամբողջ համացանցը ողողված է հոգևորականների մասին, եկեղեցու մասին, մեր առաքելական եկեղեցուի պաշտպանություն, բայց այդ ընթացքում մենք պիտի նաև իրապես խորքային կրթվենք, Աստվածաշունչ կարդանք։ Այ ինչքան որ հիմա այսպես տարբեր մարդիկ լսում են մեր խոսքը մեր վրա հարձակվելու համար, միևնույն ժամանակ շատերն էլ լսում են, որ պաշտպանեն հայ առաքելական եկեղեցին։ Շատ կարևոր է, որ հայ առաքելական եկեղեցին պաշտպանող մարդիկ իրապես Սուրբ Գրքին տիրապետեն, կարդան ու կրթվեն եւ սխալ բաներ նաեւ չխոսեն, իրենց խոսքի մեջ էլ լինեն քրիստոնյա եւ գիտակից քրիստոնյա պատարագի մասնակցեն։ Միայն այդպես կհաղթենք։ Ես չեմ կարծում, որ մենք այս մարդկանց կկարողանանք հաղթել գարշահոտ այդ պատասխաններով, իրենց մակարդակին իջնելով, ասենք իրենց զուգընկերուհիները մտնեն, ասենք հասարակական գործիչին գրեն էշ, մենք էլ մտնենք գրենք էշը դու ես։ Դա հաղթանակի ճանապարհ չէ։ Հաղթանակի ճանապարհն է, որ մենք կտրուկ որակապես տարբերվենք նրանցից եւ մեր հոգեվորականները փայլուն տարբերվում են եւ պիտի ասեմ, որ շատ կարեւոր գործընթաց է գնում նաեւ զտվելու, մաքրվելու, այո, Քրիստոս այդ օրինակը բերում է, որ այծերը պիտի բաժանվեն գառներից, եւ այծերը կոտոշ ունեն, այծերը համառ են, այծերը խոնարհ չեն, եւ այդ համառության մեջ իրենք երկար գնալ չեն կարողանալու։ Թոմաս, բայց հասարակությունը հասկանում է, տարբերում է, ինչ է կատարվում, օրինակ շատերը երբ լսում են, որ հոգևոր հավաք պիտի կազմակերպվի, կարծում են, թե դա հենց վեհափառն է կազմակերպվում եւ պատրաստ են գնալ այդ հոգևոր հավաքին, այնինչ այդ հոգևոր հավաքի նպատակը վեհափառի դեմ է։ Հասարակության մասին թող խոսեն սոցիոլոգները։ Հասարակությունը շատ բազմաշերտ է, ես երբեք հանձն չեմ առնում խոսելու հասարակության մասին, անշուշտ։ Ընդհանրապես շատ բարդ է չհասկանալ, թե այսօր մեր երկրում ինչ է կատարվում, դու պետք է լուրջ ջանքներ դնես, որ չհասկանաս։ Հասկանալը բավականին պարզ է ու բավականին հեշտ։ Կարելի է հանգիստ հասկանալ այս երկրում այսօր ինչ է կատարվում։ Այ դու պետք է քրտնաջան աշխատես ու նույնիսկ այդ աշխատանքի համար բավականին բարձր վճարվես, որ չհասկանաս։ Հետևաբար հնարավոր չէ ոչինչ բացատրել այն մարդկանց, որոնք չհասկանալու համար վարձատրվում են։ Ուղղակի վարձատրվում են, իրենց գործն է այսօր, որ ասում են, ամեն մեկը իր գործը պիտի անի, չէ՞, այդ ասողների մեծ մասը ունի գործ, եւ իր գործն է չհասկանալը։ Եվ այսօր մանավանդ ընտրություններից առաջ ամեն ինչ արվելու է, որ ինչ որ մարդիկ, մանավանդ հանրային մարդիկ, մանավանդ լսարան ունեցող մարդիկ, մանավանդ բլոգերներ չհասկանան, հա? Ասեն մենք քաղաքականությունից ոչինչ չենք հասկանում, դրա համար չենք խոսում նրա մասին, որ Սրբազանը 2 տարով դատապարտվեց, բայց գնան քաղաքապետ գովազդեն, բայց գնան բան գովազդեն, ասենք ԿՊ-ական падգամավոր գովազդեն, գնան իրար հետ լուքս սարքեն։ Մեզ մոտ ասեն դե ախր մենք քաղաքականությունից չենք հասկանում, բայց գնան կենտրոնի թաղապետի գովազդանեն, տեսեք ինչ լավ աղբի բաներ են դնում, այդ աղբամաններ են դնում։ Բայց որ սրբազաններին դատում են շինծու գործերով, իրենք չգիտեն։ Ինչու չգիտեն, որովհետև 2 ժամ ժամանակ չեն ունեցել գալ, նստելու, լսելու դատը ու լսելու թե այնտեղ ինչ են խոսում, օրինակ մի տղայի դատելով, որ ծվածեղ է սարքել նմանակելով այդ հայտնի բլոգերին, կամ դատել Լիդիա Մանթաշյանին, որը մեր միակ կին քաղբանտարկյալն է, որը դատվում է այսօր մի բլոգնոտի համար, որի մեջ գրառումներ արվել են 1 տարի առաջ ու որի բոլոր գրառումները արդեն իսկ տեղի են ունեցել դեռ նախորդ ցույցերին ու այդ ցույցերը ավարտվել են արյունով ու այդ արյունը թափել են ոչ հոգևորականները։ Այդ արյունը փողոցում չի թափել Սրբազան պայքարի որևէ աջակից։ Այդ Սրբազան պայքարի աջակիցների վրա են նռնակներ գցել ոստիկանները։ Հիմա հարգելի հանրային գործիչներ, բլոգերներ, պարզապես մեր սիրելի քաղաքացիներ,
ինչ տարօրինակ մետաֆիզիկա կա ընդհանրապես մի պարզ ճշմարտության մեջ, որ անցած տարի պլանավորված ցույցերից եւ որևէ մեկում որևէ ագրեսիա չի դրսեւորել սրբազան պայքարի որևէ մասնակից, բայց սրբազան պայքարի աջակիցների վրա մարտական նռնակ են գցել ոստիկանները, այն նույն ոստիկանները, որոնց գլխավորը այսօր այլևս փախել է Հայաստանից եւ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սրբազան պայքարի օրոք ցուցումներ տալով բռնությունների սրբազան պայքարի մասնակիցների, աջակիցների, պարզապես այս երկրի վիճակից դժգոհ քաղաքացիների վրա արյուն թափել է իշխանությունը, խաղաղությունից խոսել է Սրբազան հայրը եւ ընդդիմադիր շատ գործիչներ։ Արյուն թափել է այս իշխանությունը, մահեր բերել է այս իշխանությունը, պատերազմ բերել է այս իշխանությունը, պատերազմով անդադար վախեցրել է այս իշխանությունը, ահաբեկել են անավանդ գյուղերում ապրող մեր բնակիչներին, սահմանապահ շրջաններում ապրող մեր գյուղացիներին պատերազմով անդադար վախեցնում է այս իշխանությունը, ահաբեկիչ է այս իշխանությունը, հոգեբանական ահաբեկչության վարպետությամբ։ Հետևաբար, ինչի մասին ենք մենք խոսում այսօր, ով է ահաբեկչություն արել ընդդիմության մեջ, ով է ինչ-որ բան պլանավորել, ինչ-որ ասել են Միքայել Սրբազանի խոսքի մեջ ակնհայտ չկա կոչ, ես Միքայել Սրբազանի հոգևոր զավակն եմ, ես ռազմական հեղաշրջում անելու կոչ իմ հորից չեմ ստացել, ես Բագրատ Սրբազանի զավակն եմ, ես իրենից խմբեր կազմելու եւ ոչ մի ավտոբուսներ վառելու կոչ չեմ ստացել երբևէ։ Ու եթեով էլ չեմ կարող պատկերացնել, որ ստանայի, այսինքն ես ճանաչում եմ Բագրատ Սրբազանին, ես ճանաչում եմ Լիդիա Մանթաշյանին, ես ճանաչում եմ Արթուր Սարգսյանին, ես ճանաչում եմ մեր բոլոր 18 պատանդներին եմ ճանաչում, մեր բոլոր քաղբանտարկյալներին եմ ճանաչում, բոլորին եմ ճանաչում եւ իրենց եմ ճանաչում եւ Սուրբ Գիրքը գիտեմ եւ սատանային եմ տեսել այստեղ եւ սատանային էլ դեմքով տեսել եմ այն օրը նստած Զենֆիռա էր լսում։ Եվ հետաքրքիր է Թոմաս, որ այս ամենին զուգահեռ կարծես սինխրոն աշխատում է նաև մեր թշնամի պետությունը։ Այս օրերին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, որը գտնվում է Միացյալ Նահանգներում, իր գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում անդրադարձել է հայ առաքելական եկեղեցուն եւ մեղադրել խաղաղության գործընթացը խոչընդոտելու համար։ Ասում են, իբր երկու պետությունները որոշել են եւ արդեն խաղաղության են գնում, իսկ հայ առաքելական եկեղեցին չի համաձայնում զենքը վայր դնել։ Հայ առաքելական եկեղեցին երբեք իր զենքը վայր չի դնելու, որովհետև ինչպես Պողոս Առաքյալն է ասում, հագեք խաղաղության սաղավարտը, վերցրեք հավատքի զենքերը, վերցրեք աղոթքի թուրը, մենք մեր զենքերը երբեք վայր չենք դնելու։ Այո, ես հասկանում եմ, որ մեր աղոթքի զենքը, մեր խոնարհության վահանը, մեր ուղղադավանության եւ այսպես ազգային եկեղեցու, պահպանողական եկեղեցու զենքը շատ վախեցնում է իշխանությանը եւ իշխանությունը մտածում է, որ մենք մեր աղոթքի զենքով, մեր առաքինության զենքով կարող է իրենց ահաբեկենք։ Այո, մենք կահաբեկենք սատանաներին ու դևերին մեր աղոթքի զենքերով, մեր հավատքի, մեր խոնարհության, մեր հավատարմության զենքով։ Այ հավատարմությունը ամենավախենալու զենքն է իրենց համար։ Դե իրենք սովոր են դավաճանների հետ հարաբերվել, իրենք սովոր են 30 արծաթով առևտուր անել, մարդկանց առևտուր։ Եվ այդ մարդկանց առևտրով բավականին հաջող զբաղվում են ու միակ բանն է, որում հաջողել են այս տարիներին։ Իմ կարծիքով Ադրբեջանում այսպես որոշակի դերերի բաշխում է եղել, քանի որ ոչ մեկ այլևս Հայաստանի Հանրապետության այս վարչապետի աթոռը բռնազավթած այս մարդուն այլևս լուրջ չի վերաբերվում, քանի որ Ադրբեջանում այլևս իրեն այսպես միայն կատակներով, միայն անեկդոտներով, միայն նույնիսկ արդեն այսպես այլ նախագահների, մակարդակում են տղան, չգիտեմ, այնտեղ պիտի ինքը գա ներկայանայից Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, կարելի է ձեր ձեռքը դնեք, այսպես ինձ մի հատ բռնեք, ես ինձ կզեմ ձեր առաջ, որ ինչ որ հաղթաթուղթ ստանամ առաջիկա ընտրություններում ու իրեն ներկայացնում են ադրբեջանցի, ներկայացում են որպես Ալիևի համերկրացի ու Ալիևն ասում է հա այնտեղ աղ բան էս անլուրջ միջավայրում պարզ է որ
այլևս ամբողջ Ադրբեջանի ռեսուրսը չի ծախսվելու Նիկոլ Փաշինյանի վրա։ Ալիևը իր վրա վերցրել է հիմնական այս Սյունիքի Զանգեզուր իրենց այսպես Զանգեզուրի միջանց կասվածով Սյունիքը բռնազավթելու եւ այստեղ գործողություններ անելու, ադրբեջանցիներին Հայաստան բերելու, վերաբնակեցնելու եւ այլն այս հարցերով, իսկ հայ առաքելական եկեղեցու հարցը տվել է այս Փաշազադե կոչված այս երկվորյակ եղբորը, որը այլևս հստակ հրահանգավորում է Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ես այսպես եմ կարծում, ինչ անել, այսինքն ընդ որում հրահանգավորումը անում է ոչ թե ինչ որ վերելակներում ինչպես առաջ էին չէ անում, ինչ որ վերելակներում ինչ որ հարցեր լուծում էին ու հետագայում պատերազմում դա արտահայտվում էր։ Չէ, կարծում եմ արդեն այսպես ուղղակի հանրայնորեն Փաշազադեն տալիս է հրահանգ, բռնում են Բագրատ Սրբազանին։ Փաշազադեն տալիս է հրահանգ, հարձակվում են, թիրախավորում են հայ առաքելական եկեղեցու բոլոր հոգևորականներին։ Փաշազադեն տվեց հրաման, բռնեցին Միքայել Սրբազանին։ 4-րդ անգամ Փաշազադեն խոսեց, այսօր հարձակվեցին Արագածոտնի թեմի վրա։ Այսինքն չի կարող 4 անգամ զուգադիպել։ 4 անգամ Փաշազադեի խոսքից անմիջապես հետո հանձնարարականը կատարվել։ Այդքան օպերատիվ եք, թմրանյութեր վաճառողներին այդպես օպերատիվ բռնեք։ Այդքան օպերատիվ եք, աղբի հարցը լուծեք։ Այդքան օպերատիվ եք Երևանում օդը մաքրեք այդպես օպերատիվ։ Այդքան օպերատիվ եք թանկացումների հարցը լուծեք։ Այդքան օպերատիվ եք Արցախում պատերազմում օպերատիվ լինեիք։ Այդքան օպերատիվ եք զինվորների սրբազան աճյունները կարտոֆիլի պարկերով հատակներին չլինեին ու չահաբեկեիք առանց այդ էլ ահաբեկված եւ այդ ամբողջ պատերազմը անցած հոգեբանորեն ծանր վիճակում ժողովրդին այդ կադրերով այդքան օպերատիվ էիք COVID-ի ժամանակ միտինգներ չանեիք, ասեիք մենք կորոնավիրուսը ուրեմն լանցետով հանելու ենք օղիով ու հազարավոր մարդկանց արյուն թափեիք այդ անպատասխանատու պահվածքով, որ մի օր ասում էիք դիմակը կարևոր է, մյուս օր ասում էիք դիմակը կարևոր չէ։ Հազարավոր մարդկանց արյունի տակ մտնեիք ձեր անփույթ պահվածքով։ Եթե այդքան օպերատիվ կարող եք լինել։ Ոնց է լինում, որ մեր խնդիրները լուծելիս դուք օպերատիվ չեք եւ հազարով մի խնդիրներ մենք տեսնում ենք, թե ինչպես տարիներ շարունակ չեն լուծվում։ Կոռուպցիայի դեմ պայքարելիս օպերատիվ չեք, բայց օպերատիվ եք պարգևավճարներ տալու եւ Փաշազադեի հրահանգները կատարելու մեջ։ Ժողովրդի մասին մտածեք օպերատիվ։ Հազար ու մի խնդիրների մեջ տառապում է այս ազգը։ Հոգեբանական խնդիրների, սոցիալական խնդիրների։ Հարկերը բարձրացնելու մեջ օպերատիվ եք։ Սահմանը բարեկարգելու մեջ, բանակը հզորացնելու մեջ օպերատիվ չեք։ Բանակի բյուջեն կրճատելու մեջ առաջինն եք։ Եվ այսպես մենք ուղղակի տեսնում ենք, որ սա ոչ թե ապաշնորհության, այլ ակնհայտ թշնամանքի դրսևորում է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի աստվածաբան Թովմաս Արաքելյանի հետ։